2025 թվականի սեպտեմբերի 20 Ռուսաստան Տեսանյութի տեսագրիչը ցույց է տալիս դատարկ գիշերային ճանապարհ, սակայն հանկարծ մթության մեջ հենց ճանապարհի կենտրոնում հայտնվում է մի կին։ Վարորդը վերջին վայրկյանին հասցնում է շրջել ղեկը եւ շրջանցել նրան։ Նա կանգնում է ճանապարհի եզրին, փորձելով դուրս բերել հետիոտնին ճանապարհից, բայց չի հասցնում։ Դա 40-ամյա տեղի բնակչուհի էր, ով կեսգիշերից ընդամենը կես ժամ առաջ վերադառնում էր տուն, ընկերուհու տնից։ Նրան օգնություն ցուցաբերել չհասցրեցին։ Ճանապարհով հաջորդը գալիս էր 23-ամյա Նաքյան։ Աղջիկը չնկատելով կնոջը չկարողացավ խուսափել բախումից եւ վրաերթի ենթարկեց նրան։ Հարվածը մահացու էր։ Կինը մահացավ տեղում։ Թե ինչու էր այդ կինը քայլում ճանապարհի կենտրոնով, դեռևս անհայտ է։ 2025 թվականի սեպտեմբերի 13 Մերձ Մոսկովյան շրջան, Ռուսաստան։ Առավոտյան ժամը 7-ի սահմաններում աղջիկը դուրս եկավ խանութ յուտ գնելու։ Վերադառնալիս նրա ետևից մոտ 5 մետր հեռավորությամբ քայլում էր մի անծանոթ տղամարդ։ Աղջիկը մի քանի անգամ շրջվեց, բայց շարունակեց ճանապարհը դեպի տուն։ Պակ հասնելուն պես, երբ նա բացեց դուռը եւ ներս մտավ, տղամարդը արագացրեց քայլերը եւ ներս մտավ նրա ետևից։ Այնտեղ նա փորձեց հարձակվել, փորձելով խլել հեռախոսը եւ բռնաբարել։ Աղջկա ճիչերը լսեցին նրա եղբայրները եւ ամուսինը։ Նրանք վազեցին դուրս եւ հարձակվողը տեսնելով նրանց անմիջապես փախավ։ Տարբեր տեսախցիկներ միջադեպը ֆիքսել էին բոլոր կողմերից։ Տուժածը, որը վերջերս էր տեղափոխվել մայրաքաղաք, դիմեց ոստիկանություն, բայց հանցագործին դեռ չեն հայտնաբերել։ 2025 թվականի սեպտեմբերի 20 Գիանջա, Ադրբեջան։ Քաղցրավենիքի արտադրամասի տեսախցիկները ֆիքսեցին անսպասելի պահ։ Հանկարծակի կատաղած կենդանին կոտրեց ապակե դուռը։ Հարվածից հետո կենդանին ներս մտավ։ Զայրացած գազանը բարձրացրեց մի քանի աշխատակիցների իր եղջյուրներով։ Աշխատակիցները վնասվածքներ ստացան եւ փորձեցին թաքնվել։ Դեպքի վայր ժամանեցին ոստիկանները։ Նրանք ստիպված եղան գնդակահարել կենդանուն, որպեսզի կանգնեցնեն նրան։ 2025 թվականի օգոստոսի 10 Նովոսիբիրսկ, Ռուսաստան։ Վաղ առավոտյան Պետուխով փողոցի մի սրճարանի մոտ տեղի ունեցավ հարձակում, որը ցնցեց ականատեսներին։ Ժամը 5-ի սահմաններում բեռնատարի վարորդը եւ Փառք Աստծուն, չնայած սարսափելի կադրերին, ոչ ոք չի զոհվել։ Դա իսկական հրաշք է համարվում։ Ըստ մեկ վարկածի, հարձակման պատճառը կարող է լինել վրեժը։ Այն բանից հետո, երբ վարորդի ընկերը նախկինում ծեծկռթուքի ժամանակ տուժել էր։ 2025 թվականի սեպտեմբերի 19 Բրազիլիա։ Սովորական առավոտը վերածվեց ողբերգության։ Փեթակներից դուրս թռած մեղուների հսկայական ամպը հարձակվեց անցորդների վրա։ Մարդիկ փորձեցին ապաստանել մթերային խանութում, բայց մեղուները ներս թռան։ Դուք այժմ տեսնում եք հենց այդ խանութի տեսագրությունը։ Ցավոք պատմությունը չանցավ առանց զոհերի։ Զոհվեց 74-ամյա տղամարդ։ Նա չդիմացավ բազմաթիվ խայթոցներին։ Նա նույնպես հայտնվել է կադրում, բայց բարոյական նկատառումներից ելնելով այն չի ցուցադրվում։ Դեպքի վայր եկան փրկարարներն ու շտապօգնությունը։ Նրանց աշխատանքի ընթացքում մեղուները խայթեցին 6 բժիշկների եւ 3 հրշեջների։ Տուժեցին նաեւ 2 կին ավտոկայանատեղիում, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց։ Փողոցը եւ մոտակա շուկան փակվեց, մինչեւ մեղուների հեռացումը։ 2025 թվականի հունիսի 24 Չինաստան։ Սովորական աշխատանքային օրեր տեքստիլ գործարանում։ Երիտասարդ աշխատակիցը վարում էր բեռնատար սայլ։ Մի ձեռքով բռնել էր ղեկը, մյուսով պահել էր հեռախոսը։ Նա մոտեցավ վերելակի հորին եւ առանց նայելու իր առջևը բացեց դուռը։ Մի վայրկյան անց առանց նայելու առաջ շարժվեց։ Նա չնկատեց, որ վերելակը բացակայում էր եւ ընկավ ներքև, սայլի հետ միասին։ Ամեն ինչ ֆիքսվեց անվտանգության տեսախցիկներով։
Տեսանյութը արագ տարածվեց սոցիալական ցանցերում և մեծ արձագանք առաջացրեց։ Աշխատակցին տեղափոխեցին հիվանդանոց, կոտրվածքներով և ներքին վնասվածքներով, բայց նա ողջ մնաց։ Նրա անունը չի հրապարակվում։ Աշխատանքային անվտանգության տեսչությունը սկսեց ստուգում, պարզելու, եղել են արդյոք խախտումներ։ Ընկերությանը կարող են սպառնալ լուրջ պատժամիջոցներ։ 2025 թվականի օգոստոսի 26 Թայլանդ Չոնբուրի նահանգապետը իր կնոջ հետ, ով գլխավորում էր Կարմիր խաչի տեղական բաժինը, այցելել էր Փանաթ Նիկամ շրջանը։ Այցի ընթացքում տեղի ունեցավ անսպասելի բան։ Հին փայտե տունը սկսեց ճաքել և փլվել ուղիղ հյուրերի աչքի առաջ։ Այդ պահին, երբ նահանգապետի կինը դեռ խոսում էր տանտիրուհու հետ, փորձելով ոգևորել նրան, կառույցը չդիմացավ և պահարանն ընկավ 85-ամյա կնոջ վրա։ Կնոջ դուստրը պատմել է, որ տանը գտնվում էին մոտ 2 տասնյակ մարդ, և այցելուների քաշը պատճառ դարձավ հատակի փլուզմանը։ Ընկել էր 1 հագուստի պահարան և 2 խոհանոցի պահարաններ։ Բարեբախտաբար, չնայած փլուզմանը, ոչ ոք լուրջ վնասվածքներ չստացավ։ Իշխանությունները անմիջապես հանձնարարեցին տարեց կնոջ համար նոր տուն կառուցել։ 2024 թվական հունվարի 26 Բրազիլիա Տեսահսկման տեսախցիկները ֆիքսեցին շատ տարօրինակ պահ։ Ինչպես հաղորդվում է, 72-ամյա մի տղամարդ ընդամենը մի քանի օր առաջ էր գնել իր նոր մեքենան՝ մեծ Toyota Pick-up-ը։ Նա որոշել էր կատարել առաջին փորձնական ուղևորություններից մեկը։ Սակայն 72-ամյա տղամարդը չկարողացավ վերահսկել մեքենան։ Տեսանյութում երևում է, թե ինչպես մեքենան հանկարծակի ետ է տալիս։ Աջ դուռը հարվածում է պատին, ապա հանկարծակի առաջ է շարժվում, բախվելով ավտոտնակի դռանը և հարվածելով իր կնոջը, ով դուրս էր եկել նրա ետևից։ Տեսագրության մեջ լսվում են կնոջ օգնության բղավոցները, իսկ վարորդը շփոթված է և չի հասկանում ինչ անել։ Շուտով օգնության են հասնում հարևանները և ազատում տուժածին։ Բարեբախտաբար, նա նույնպես լուրջ վնասվածքներ չի ստացել։ Երբեմն կյանքը այնքան անսպասելի է դասավորվում, որ դժվար է հավատալ կատարվածին։ Ամեն բան որոշվում է վայրկյանների կամ նույնիսկ սանտիմետրերի ընթացքում։ Հենց դրանք են որոշում՝ կապրի մարդը, թե ոչ։ Այս պատմությունը հենց այդպիսի դեպքերից է։ Առաքիչը նոր էր հասել պատվերի հասցեով, այն հանձնելու համար, և այնուհետև ամեն ինչ կտրուկ փոխվեց։ Նրա վերնաշապիկի վրա գրված էր. «Աստված իմ կողքին է», և որքան էլ տարօրինակ հնչի, դա իրականություն էր։ Քանզի նա հայտնվեց այնպիսի իրավիճակում, որը կարող էր ավարտվել ողբերգությամբ։ Առաքիչը ընդամենը մի քայլ ետ արեց, երբ ատրճանակից արձակված գնդակը անցավ նրա կողքով և խրվեց դռան մեջ։ Տեսանյութում երևում է, թե որքան մոտ էր դա։ Շունչը կտրող պահ։ Լսելով կրակոցները, տղամարդը մի փոքր ետ է գնում, և հենց այդ շարժումն է փրկում նրան անխուսափելի վնասվածքից։ Պատահականություն, վնաստ, թե Աստծո միջամտություն։ Ինչ եք կարծում։ Ձեր կարծիքը գրեք մեկնաբանություններում։